Over the past 36 hours, the United States and its partners have launched Operation Epic Fury. Վերջին 36 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները սկսել են Epic Fury գործողությունը աշխարհի պատմության ամենամեծ, ամենաբարդ եւ ամենաուժգին ռազմական հարձակողական գործողություններից մեկը։ Նման բան երբևէ չի եղել։ In Iran, including Revolutionary Guard facilities, Մենք հարվածել ենք Իրանի տարածքում գտնվող հարյուրավոր թիրախների, ներառյալ Հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին եւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին։ Քիչ առաջ հայտարարվեց, որ մենք խոցել ենք 9 նավ, ինչպես նաեւ նրանց ռազմածովային կառույցը բառացիորեն րոպեների ընթացքում։ Ayatollah Khamenei is dead. This wretched and vile man had the blood. Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մահացել է։ Այս նողկալի եւ չար մարդը իր ձեռքերին ուներ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ամերիկացիների արյունը եւ պատասխանատու էր բազմաթիվ երկրների տարածքում հազարավոր անմեղ մարդկանց կոտորածների համար։ Last night, all over Iran, the voices of the Iranian people could be heard cheering and celebrating in the streets. Նախորդ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում լսվում էին մարդկանց ձայները, որոնք փողոցներում ուրախանում եւ նշում էին նրա մահը։ Բացի այդ, ամբողջ ռազմական հրամանատարական կազմը նույնպես վերացվել է եւ նրանցից շատերը ցանկանում են հանձնվել իրենց կյանքը փրկելու համար։ Նրանք ցանկանում են անձեռմխելիություն, նրանք զանգահարում են հազարներով։ Combat operations continue at this time in full force and they will continue until all of our Ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով եւ կշարունակվեն մինչեւ մեր բոլոր նպատակները իրականացվեն։ Մենք ունենք շատ հստակ եւ ուժեղ նպատակներ։ Նրանք կարող էին 2 շաբաթ առաջ ինչ-որ բան անել, բայց պարզապես չկարողացան հասնել դրան։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ 3 ամերիկացի զինծառայող է զոհվել մարտական գործողությունների ընթացքում։ Որպես մեկ ազգ մենք սգում ենք այն իսկական ամերիկացի հայրենասերների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր երկրի համար։ Նույնիսկ երբ մենք շարունակում ենք այն արդար առաքելությունը, որի համար նրանք տվեցին իրենց կյանքը, մենք աղոթում ենք վիրավորների լիակատար ապաքինման համար եւ մեր անսահման սերն ու հավերժական երախտագիտությունն ենք հղում զոհվածների ընտանիքներին։ the fallen, and sadly, there will likely be more. Before it ends, that's the way it is. Likely be more, but we'll do everything possible. Եվ ցավոք մինչև այս ամենի ավարտը հավանաբար կլինեն եւս զոհեր, այդպես է լինում, հավանաբար կլինեն եւս, սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Բայց Ամերիկան վրեժ կրուցի նրանց մահվան համար եւ ամենախիստ հարվածը կհասցնի այն ահաբեկիչներին, որոնք պատերազմ են մղել ըստ էության քաղաքակրթության դեմ։ Նրանք պատերազմ են հայտարարել հենց քաղաքակրթության դեմ։ Մեր վճռականությունը, ինչպես նաեւ Իսրայելի վճռականությունը, երբևէ այսքան ուժեղ չի եղել։ Ամերիկան այժմ կրկին աշխարհի ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է։ Սակայն պատճառը, որ մենք ունենք այս կենսամակարդակը, ազատությունն ու անվտանգությունը այն է, որ մենք անում ենք այն, ինչ մյուսները չեն կարողանում անել։ Unable to do, but it's because of warriors who are Եվ դա հնարավոր է այն մարտիկների շնորհիվ, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել մեր թշնամիների դեմ կռվելու համար։ Եվ նրանք կռվում են բոլորից լավ։ an Iranian regime armed with long-range missiles and Երկար հեռահրթիռներով եւ միջուկային զենքով զինված իրանական ռեժիմը կդառնար ծանր սպառնալիք յուրաքանչյուր ամերիկացու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մի երկիր, որը ստեղծում եւ աջակցում է ահաբեկչական բանակներ, տիրապետի նման զենքի եւ շանտաժի ենթարկի աշխարհը իր չար կամքին։ Դա տեղի չի ունենալու։ we're not happening to us and we're not going to let it happen to others. The United States Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա մեր դեմ, եւ թույլ չենք տա, որ դա տեղի ունենա ուրիշների դեմ։ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի երբևէ տեսած ամենահզոր բանակը։ Ես իմ պաշտոնապարման ընթացքում վերակառուցեցի մեր զինված ուժերը։ Երբեք չի եղել այնպիսի բանակ, ինչպիսին մենք ունենք, եւ անկեղծ ասած, մեզ նույնիսկ ոչ ոք մոտ չէ։ Բայց այժմ մենք օգտագործում ենք այդ բանակը բարի նպատակների համար։ we're undertaking this massive operation not merely to ensure security for our own time. Մենք ցանկանում ենք այն օգտագործել ճիշտ նպատակով։ Մենք իրականացնում ենք այս լայնածավալ գործողությունը ոչ միայն մեր ժամանակի եւ մեր անվտանգության համար, այլ նաեւ մեր երեխաների եւ նրանց երեխաների համար, ինչպես մեր նախնիներն են արել մեզ համար շատ տարիներ առաջ։ Սա ազատ ժողովրդի պարտականությունն ու բեռն է։ Այս գործողությունները ճիշտ են եւ անհրաժեշտ ապահովելու, որ ամերիկացիները երբեք ստիպված չլինեն առերեսվել արմատական այրունար բուահաբեկչական ռեժիմի հետ, որը զինված է միջուկային զենքով եւ բազմաթիվ սպառնալիքներով։ For almost 50 years, these wicked extremists have been attacking the United States while chanting the slogan. Մոտ 50 տարի է այս չար ծայրահեղականները հարձակվել են Միացյալ Նահանգների վրա, միաժամանակ վանկարկելով «Մահ Ամերիկային» կամ «Մահ Իսրայելին»
կամ երկուսին էլ։ Նրանք աշխարհի թիվ 1 պետական ահաբեկչության հովանավորն են։ Մենք աշխարհի ամենամեծ եւ ամենահզոր պետությունն ենք։ Այսպիսով մենք կարող ենք ինչ-որ ձև հակազդել նրան, ինչ նրանք անում են։ Այս անընդունելի սպառնալիքները այլևս չեն շարունակվի։ Ես կրկին կոչ եմ անում հեղափոխության պահապաններին եւ Իրանի ռազմական ու ոստիկանական ուժերին վայր դնել զենքերը եւ ստանալ լիակատար անձեռմխելիություն։ Հակառակ դեպքում կհանդիպեք անխուսափելի մահվան։ Դա կլինի անխուսափելի մահ։ Եվ դա հաճելի չի լինի։ Ես կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, ովքեր ձգտում են ազատության, օգտվել այս պահից, լինել համարձակ, վճռական եւ հերոսական եւ վերականգնել ձեր երկիրը։ America is with you. I made a promise to you. Ամերիկան ձեզ հետ է։ Ես ձեզ խոստում էի տվել եւ կատարեցի այդ խոստումը։ Մնացածը կախված կլինի ձեզանից, բայց մենք այդտեղ կլինենք օգնելու համար։ Շնորհակալություն։ Աստված օրհնի մեր անհավանական մարտիկներին եւ Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շնորհակալություն։ Thank you.